Քրիստոսով եղբայրներ քույրեր, արժի որ բոլորս սրտանց ասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Մեր Աբրահամը, որ ժամանակին փոքր էր, պաշտամունքի ժամանակ, որ հանդես էր երեխաների հանդես, Աբրահամին սովորացրել էին, ասում էր. «Սիրելի քույրեր, եղբայրներ, դուք հավատում եք, որ Տեր Հիսուս Քրիստոս այստեղ ներկա է»։ Քանի որ երեխա էր ասում, բոլոր ասում են այո, այո, այո։ Հետևյալ խոսքն ասում էր, բայց լավ չեք հավատում, եթե լավ հավատաք, Աստծո փառքը կտեսնեք։ Հիմա եթե ես եմ ասում, Աբրահամը չի ասում։ Եթե լավ հավատանք, որ ինքը ներկա է, Աստծո փառքը կտեսնենք։ Ես չեմ ուզում, խնդրում եմ ձեզ անտարբեր մի եղեք։ Այո, ինքը ներկա է։ Եթե ներկա է, մեր աղոթները մենք եթե հավատում ենք, ուրիշ կերպ կլինի։ Մեր աղոթները ջերմեռանդ կլինի։ Երբ որ կույր Բարտեղմոս իմացավ, որ Տեր Հիսուս անցնում է, թեկուզ կույր էր, լսեց աղմուկը, այնպես աղաղակեց, որ մի անգամ աշակերտներ, առաքյալներ իրան կանգնեցեցին, ասեցին. «Ձենդ կտրի հերիկա»։ Ինքը դրան չլսեց իրանց։ Աղաղակեց մինչև վերջ եւ Տերը իր արեց իր հրաշքը։ Գիտեք ինչքան կարևոր է, աղոթքել կա, աղոթքել կա։ Պետք է մեր աղոթները ջերմեռանդ լինի։ Եթե մենք հասկանում ենք, որ իրոք որ Աստված այդպես աղոթներ է ուզում, սրտանց պետք է կանչել նրա անունը, որովհետև ինքը ներկա է, բոլորս ասենք փառք Տիրոջը։ Ես դրա համար խնդրեմ, դեռ ուշ չի ելի։ Երբ որ աղոթների տեղ կտրվի, փորձեք այդպես անել։ Մենք չունենք արժանինքներ, որ ասենք դրա համար արա։ Քրիստոսը միշտ պատրաստ իր արժանինքներով, իր թափած տարապանքի չարչարակի արժանինքներով բարություն անել։ Այդ խոսքը միշտ հիշեք, Տեր Հիսուսի խոսքերն են։ Եվ ինքն ասեց. Աստված բարիար է եւ ապերախտներուն եւ չարերուն։ Կարող է ոմանք զարմանան, ո՞նց հնարավոր է։ Այո, Աստված բարիար է եւ ապերախտ մարդկանց եւ չար մարդկանց, որտեղ նրանց կորուստնել չի ուզում։ Եթե սովորաբար մեկի որդին, որը շատ չար է, դեպքեր եղել են, տունը թալանել է, ինչ ասես արել է, վատ թողել է, գնացել է, դարձյալ ոչ մի ծնող հայր մայրը չի ուզի, որ երեխան ընկնի վթարը, ավարայի տակ կամ սպանեն, ասեն, թող իր դիակը բերեն սպանված։ Դարձյալ երեխայի վատը չի ուզում։ Առավել մերեկնավոր հայրը նա իր որդին տվեց, չտվեց արդար մարդկանց համար, տվեց մեղավորների համար։ Իմ խնդրվածն է ձեզ, մոտեցեք Քրիստոսին որպես փրկիչ, ասուն դիմելով որպես նա հայր է։ Դրա համար Տեր Հիսուս ասեց մեր եկնավոր հայրը, ովքեր որ ինչ որ խնդրում են բարի բան, եկնավոր ձեր հայրը կտա ձեզ ամեն բան։ Օրհնյալ լինի Տիրոջ անասենք, փառք Տիրոջը։ Ուզում եմ ուղղակի անդրադառնալ Հոսեփի կյանքից։ Եկեք մեր սրտերում ամեն մեկս հասկանանք մեր հոգևոր կյանքը, մեր վիճակները, մեր կյանքի ընտանեկան վիճակները, մեր խնդիրները, դժվարությունները ու տեսնենք հետարքերը ինչ կատարվեց։ Երբ որ Աստված սկսեց Հոսեփի հետ գործել, արդյոք օրհնությունները շատացան, հաջողությունները շատացան, թե դժվարությունները շատացան, խնդիրները։ Եղբայրներ քույրեր, ոմանք սխալ են հասկանում։ Մտածում են, թե Աստված ինձ հետ է, կանաչ ճանապարհ է անդադ, կանաչ ճանապարհ, չէ։ Բայց մենք գիտենք, որ մեր ճանապարհը դեռաբես ինչ ճանապարհ է։ Մեր ճանապարհի մեջ փշեր, քարեր, դժվարություններ կան։ Կարդանք ուղղակի Սատծաննդոց, գնացեք տունել, կարդացեք 37 գլխից, կարդում եմ մի քանի անգամ հիշեցնում եմ 37 գլխից, երրորդ խոսքը, 37 գլուխ Ծննդոց 3 խոսքից, երրորդ։ Եվ Իսրայելը իր բոլոր որդիներին ավելի կսիրեր Հոսեփը։ Իսրայելը, այսինքն հայրը, իրանց բոլոր որդիներից ավելի սիրում էր Հոսեփին, քանզի իր ծերության որդին էր անիկա, եւ բազմագույն պատմությանը շինել էր նրան։ Եվ անոր եղբայրները տեսնելով, որ իրենց հայրը կսիրե Զանիկա, իր բոլոր եղբայրներին ավելի ատեցին Զանիկա եւ խաղաղությամբ չեն կարող խոսել նրա հետ։ Այն անձնավորությունը, որ սովորաբար ընտանիքում կնոջի հետ կամուստի հետ խնդրեմ ունի, առաջի կարևոր բանը նա չի կարող խաղաղությամբ խոսել։ Իր մոտ չկա այդ խաղաղությունը, հանդարտ, խոսել, խաղաղ, արդեն լարվածություն կա, այստեղ տեսակ լարվածություն։ Այդ եղբայրները փոքր չէին, նրանք հակին մեծ հասակարած եղբայրներ էին, բայց սկսեցին ատել իրանց եղբորը, փոքր եղբորը սկսեցին ատել։
Եվ այդ ատելություն ավելի բորբոքվավ իրանց մեջ, երբ դա եղավ, կարդում եմ։ Եվ Հոսեփը երազ տեսավ ու իր եղբայրները ու եղբայրներուն պատմեց, անոնքալ ավելի ատեցին Զանիկա։ Եղբայրներ քույրեր, հələ պատկացեք մեկը մեզ երազ է պատմում։ Երազը այնպես չի, որ սովորաբար պատվերով լինի, երազը պատվերով է լինում, հա՞։ Պատվեր տամ, ես ինչ երազը տեսնեմ։ Փոխանակ մտածեմ, տեսնիր ինչ երազ տեսավ։ Գրված է երազը պատմեց, ատեցին Հոսեփին։ Ավելի շատ ատեցին։ Ծնողներին պատմեց, ժամանակի պատճառով չեմ ուզում կարդալ, նույն գլխի մեջ է։ Ծնողներին պատմեցին, հայրը հանդիմանեց, ասեց ինչ երազ ես տեսել։ Այմա դու իրան չի տվի պատվեր տվի երազ կա։ Վերջերջով չհասկացան։ Բայց հետաքրքիր է, ես մի բան կարող եմ ասել, ան որ Աստծուց է, կարող ուշանա, բայց պետք է կատարվի։ Եթե Աստծուց երազ է լինում, Աստծուց ինչ որ հայտություն է լինում, անպայման հնարավոր չէ որ չկատարվի։ Որտե մարգարոյության մեջ գրված է գրի, հայտնի գրի, եթե կուշանա, սպասի, պետք է կատարվի։ Հիմա տեսեք ինչ կատարվավ։ Կարդում ենք գրված է, ինչ արեցին եղբայրները, վաճառեցին Հոսեփին։ Հոսեփը ինչ վատ բաներ արել, իրանց կերակուր էր բերել։ Ասին, ահա, այն երազ տեսնող անձավորությունը եկավ, բռնենք, սպանենք։ Վերջերջով պարզավոր սպանությունը չարեցին, գցին գումի մեջ, ասում սպանենք ինչ օգուտ կլինի, մեր ձեռքը մի բան չի գա, օգուտ չկա դրա մեջ սպանելու, բայց որ տեսան վաճառականները որ գնում են, վերջերջով վաճառեցին Հոսեփին։ Քրիստոսով եղբայրներ քուրեր հեշտ չէր։ Գրված է, երբ որ նրան վաճառեցին, գրված է Աստված Հոսեփի հետ էր։ Կարող մեկն ասի, բայց ո՞նց հասկանանք, եթե Աստված մեկի հետ է, նեղությունը ղեկավ, բայց խնդիրները խի առաջացան, բայց դժվարությունները խի առաջացան, որովհետև Սաղմոսում գրված է, նեղության մեջ Աստված Տերը իրանց հետ խիստ օգնական է գտնվում։ Աստված նեղության մեջ մարդկանց խիստ օգնական է գտնում։ Տեր Հիսուս ասեց, նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթեցի, դուք էլ պետք է հաղթեք աշխարհին։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այստեղ շատ կարևոր է, երբ որ դուք ունենաս դժվարություններ, ունենաս խնդիրներ, ընտանիքում կլինի, կամուստու կողմից կլինի, բարեկամի կողմից կլինի, նեղություններ կլինեն, դժվարություններ կլինեն, նորից եմ կրկնում ձեզ, միայն Տիրոջ վրա հույսը դրեք։ Երբեք մարդու մի ապավինեք, որովհետև եթե Տերը որ մի բան թույլ է տվել, նա ինքը պետք է հասցնի միջև վերջ։ Հիմա տենանք Հոսեփի կյանքում ինչ կատարվավ։ Նայ տեսեք, ինչ արեցին, գրվածը կարդում եմ։ Եվ Իսմայելացիներուն ձեռքեն ինչ արեցին, սա նույն գլխի կարդում եմ, նույն գլխի 27 խոսքից, եկեք Իսմայելացիներուն ծախենք Զանիկա ու մեր ձեռքեն անոր չդիպչի, քան Զանիկա մեր եղբայրը ու մեր մարմինն է։ Համ ասում են մեր եղբայրն է, մեր մարմինն է, բայց ծախեցին։ Եվ անոր եղբայրները հաճեցան ու երբ մադիամացի վաճառականները կանցնեին, Հովսեփը գուբեն քաշեցին ու դուրս հանեցին իր եղբայրները։ Եվ Իսմայելացիներուն ծախեցին Հովսեփը 20 կտոր արծաթի, անոնքալ Հովսեփը Եգիպտոս տարին։ Եվ վերջը, այստեղ որ անդրադառնում ենք 35 գլուխը կարդում եմ առաջի խոսքից։ Հովսեփը Եգիպտոս իջեցուցին եւ փարավոնի ներքինին Եգիպտացի Պետապրեսը դայճապետը ծախիու առավ Զանիկա Իսմայելացիներու ձեռքեն, որոնք Զանիկա հոն իջեցուցին։ Եվ շարունակությունը, եւ Տերը Հոսեփի հետ էր, նորից եմ կարդում, եւ Տերը Հոսեփի հետ էր, անիկա հաջողակ մարդ մեր ու Եգիպտացի Տիրոջ տուն էր անիկա։ Եվ անոր Տերը մի անգամ տեսա, որ Տերը անոր հետ է, թե ինչ որ ըներ, Տերը քաջողեր անոր ձեռքով։ Մի անգամ վերջերջով Պետապրեսը նկատեց, Տեր իր հետ գործում է։ Եղբայրներ քույրեր, այդ նեղության դժվարության մեջ, որի որպես գերի ծախվեցին, գերի, ստրուկ։ Նա որպես ստրուկ, ոչ թե որդի, Պետապրեսին ստրուկ էր ինքը, բայց Տիրոջ ներկայություն իր կյանքում կար շատ կարևոր է սա։ Թեկուզ նեղության ժամանակ, դժվարության ժամանակ պետք է հավատացյալ ուրախանա, որ Տերը իր հետ է գործում։ Տերը գործ ունի։ Հետո ինչ կատարվեց։ Դրանից հետո փորձություն եկավ։ Հնարավոր է մեկն ասի այն մարդը, եթե Տերը իր հետ էր, խի թույլ տվեց, որ Պետապրեսի կինը աչքցեց իր վրա, որ ինքն էլ գեղեցիկ էր, ուզում է իրան գցել որոգայթի մեջ։ Ինչքան փորձեր արեց, բայց Հոսեփը չասեց ես քո ամուսնուց վախենում եմ։ Ես քո ամուսնուց վախենում եմ։ Կարող է քո ամուսնուն իմանա, գլխատի ինձի։ Ասեց ես Աստծուց եմ վախենում, որտեղ դու ամուսին ունես։ Ես Աստծուց եմ վախենում։ Եղբայրներ քույրեր, կարող է մեկն ասի թող այդ կնոջ ոտը կոտրեր, մի բան աներ, Տերը թույլ տար, կամ գցեր անկողինը, որ այդ բան փորձ չաներ։ Եղբայրներ քույրեր, որովհետև նորից եմ կրկնում,
փորձությունները, դժվարությունները միայն կյանքում կլինեն, կարևորը Տերը մեզ հետ լինի։ Տիրոջ փառքը երևնա մեր կյանքում, որովհետև նայ տեսեք, ստեղ Սաղմոսում Հովսեփի համար ինչ է գրված։ Ես ուզում եմ որպեսզի իմանաք հաստատ, որ ես ինչ է գրված։ Սաղմոս, որ կարդում ենք եղբայրներ քույրեր, 105-ի 16-ում գրված է, 105-16, 105 Սաղմոսի 105 գլուխ 16 խոսքը։ Եվ սով կանչեց երկրի վրա, հացի բոլոր զորությունները կոտրեց։ Անոնց արջևեն մարդ մղրկեց։ Հովսեփը, որ ծառայության ծախվեցավ, եւ անոր ոտքերը կապանքների մեջ նեղեցին։ Հովսեփը, որ ծառայության ծախվեցավ, եւ անոր ոտքերը կապանքների մեջ նեղեցին։ Անոր անձը երկաթի մեջ դրվեցավ։ Միջև այն ժամանակ, որ անոր խոսքը եկավ, եւ Տիրոջ խոսքը փորձեց Զանիկա, ում փորձեց Հովսեփին։ Տիրոջ խոսքը եկավ եւ Հովսեփը փորձվեց։ Ուրեմն մեր կյանքում մենք ենք փորձվում ամեն ինչի մեջ։ Տեր Հիսուս մի անգամ ասեց, քանի որ դուք իմ չարչարանքների մասնակից եղաք, չասեմ տեղյակ եղաք ու շատ եղեք, իմ չարչարանքների մասնակից եղաք, ես ձեզ թակավորություն եմ ուղտանում, որ իմ սեղանես ուտեք, իմ աթոռի վրա նստեք։ Իսկ եթե մենք մասնակից չենք լինում, հրաժարում ենք, չենք ուզում նեղությունը, չենք ուզում դժվարությունը գա մեզի, ո՞նց կարող եմ դուս ասած Տերը արժանացի իր աթոռի նստելու եւ իր սեղանից հաց ուտելու։ Եվ դրա համար ինչ եմ ուզում խնդրել։ Նայ տեսեք, դեպքեր կա, որ հավատացյալ կա չի հավանում ընտանիքում եղած փորձությունները, բարեկամի կողմից եղած դժվարությունները, աշխատանքի կողմից եղած դժվարությունները չի հավանում։ Պողոս առաքյալը մեզ հավանել եմ նեղությունների։ Ես հավանել եմ նեղությունների, դժվարություններին, խնդիրներին, ես հավանել եմ։ Մարդիկ կա, որոնք չեն հավանում։ Մտածում են, որ հոգևոր կյանքը այդպես չի, հենց հոգևոր կյանքը դրա մեջ է ուրախությունը, դրա մեջ է առապանքների մեջ, փորձության մեջ է երանությունը, որ հավատացյալը պետք է ապրի։ Հիմա ինչ կատարվավ, հիշում եք այդ դեպքը։ Երբ որ դրանից հետո Հովսեփին գցեցին բանտ, բայց ինք անմեղ էր։ Գրված է բանտի մեջ էր գրված է Տերը Հովսեփի հետ էր, բանտի մեջ։ Եվ գրված է ժամանակը անցավ, երկու անձնավորության բերեցին բանտ։ Մեկը թակավորի գավաթ մեկնողն էր, որ միշտ սեղանի գավաթ էր մեկնում, մեկն էլ հաց թողներ։ Մի օր երկուսն էլ երազ տեսան։ Եվ տխուր նստել էին։ Հովսեփը նկատեց, դե քանի որ ասոմարտ էր, նկատեց, որ իրենց դեմքը այլալված էր, տխուր են, ասեց ինչ որ ձեր դեմքը մյուս օրվա նման չի, ինչ եղել։ Բայց երազ տեսանք չգիտենք, ինչ երազ է։ Հովսեփը մեկնեց, հիշում եք մեկնեց Հովսեփը։ Երկուսին էլ մեկնեց։ Ասեց հաց թողին, ասեց 3 օրից հետո թակավորը քեզի կանչի, բայց քեզի կախի ծառից, իսկ գավաթ մեկնողին նորից իր գործին դնի։ Այդ բաց են որ պետք է գավաթ մեկնողին ասեց ինչ կլինի։ Խնդրում եմ որ գնաս թակավորի մոտ արդեն աշխատանքի մտնես։ Ինձի հիշի, որտեղ ասենք ես անմեղ եմ եղել, չէ, մեղ չեմ գործել։ Ինձի բերի անմեղ տղցին բանտը։ Բայց այդ մարդը մոռացավ։ Ասոկանքն էր որ մոռացավ, թե չէ, կարող եք ասել։ Եղբայրներ քույրեր, կարևոր է սա։ Երբ Աստված թույլ է տալիս փորձություն, համբերեք միջև վերջ, համբերեք։ Տերը գործ ունի, կիսա դա չի ուզում թողնել։ Հիմա ուզում եմ ձեզ ասել, եթե սովորաբար այդ անձնավորությունը բարեխոսեր թակավորին դուրս անեին, արտարացնեին, ինչ կլիներ Հովսեփը։ Ինչ կմնար, պաշտոն կունենար ինքը, կդառնար երկրորդ փարավոնը, նույն ստրուկը պետք է մնար։ Պետք է գնար մի ուրիշի տուն ստրգություն անել, նա տուն չէր վերադառնա։ Նույն ստրուկը պետք է մնար, բայց որ համբերեց միջև վերջ, դարձավ երկրորդ փարավոն։ Աստծո ծրագիրը կատարվեցավ։ Մենք պետք է զգուշ լինենք, որ Աստծո ծրագիրը չխափանվի։ Աստծո կամքը միջև վերջ գնա, որտեղ Աստված մեզ որ կանչել է, կունենանք դժվարություն, կունենանք նեղություն, կունենանք խնդրեմ, բայց պետք է համբերենք։ Հոբի գրքում միացած լավ համար կա։ Եթե գրեք շատ պետք է գա, եթե ձեր դրան վրա էլ գրեք, եթե ձեր պատի վրա էլ գրեք, միշտ հիշեք շատ կարևոր է, շատ կարևոր։ Հոբի 13-ի 5-ում գրված է, 13-5-ը։ Հոբի գլուխ 13-ի 5-ը։ Երանի թե բոլորովին լուր կենայիք, եւ այս բանը ձեզի իմաստություն պետք է սեփվեր։ Լուր կենայիք, համբերիք, ինչքան դեպքեր կա որ չեն համբերում, չէ՞։ Եկեք անկեղծանանք Տիրոջ առջև։ Ինչքան բաներ կա որ մենք չենք համբերում։ Բայց այստեղ ասում է, եթե դու լուր մնայիր պայի, դու համբերիր, դու իմաստուն համարվեր, խելացի մարդ կդառնայիր, եթե համբերեիր։ Ովքեր որ համբերում են, կռիվ չի լինում, գիտեք։ Եթե մի կողմը համբերում է, լռում է, կռիվ չի լինում։ Մի հատ բան ասեմ, եղբայրին Վահագի նույնը Սոկրատեսին մասին լսած կլինեք։ Շատ համեստ մարդ եղել, շատ համեստ։ Ինքան համեստ եղել, կինել հակառակ կռվարար եղել։ Անդադ որ ասում է, կռվարար կնիկ նման են կատիների, կտ անդադ կատում է վերջերճո։ Վերևի հարգում կռվում է կինը, կռվում, Սոկրատեսի շման երկեր, ձեն չի անում։
ձեր չանում։ Ինքան կադաղաձեղի կինը, որևէ տաշտիկ ջուրը շորա տալիս վերևից իր գլխին։ Եղբայրներ, մի բան ասեմ ձեզ, հələ փորձեք ինձ, ես եւ դուք լինեք իրա տեղ ինչ կանեք, հա, ինչ կանեք։ Կարող եմ հատ քարվերցնել շպրտեին։ Բայց նայելով կնոջնա վերևից գիտենք ինչ ասում, բարձա որ ամպրոպից հետո պիտի անձև գար։ Դե ամպրոպը պիտի անձև գա, հələ չաշված կարգուդել գա։ Ես խոսք հիշեք, իրան թե բոլորովի լուր կենակ զազի իմաստություն պիտի սեպվեր։ Հոսեփը մի մոմենտ չուզեց համբերել, բայց համբերեց։ Բայց տեսավ, որ Աստծո ծրագիրը այդպես չի։ Դարձավ երրորդ փարավոնը։ Եվ հետարքիրը, երբ որ եղբայրները, երբ որ եկան, ինքը հիշեց հիրազ առաջերտին։ Երբ որ եղբայրները եկան խոնարհվեցին, չեն ճանաչում իրաց աղբորը։ Եվ ինքը հիշեց հիրազը կատարվեցավ, բոլոր եկան խոնարհվեցին։ Երբ որ հետո եղբայրները իմացան, ասի միգուցե մեզի նեղություն կտա, Հոսեփ ասեց՝ մի բան արեք։ Աստված ձեր առջև ինձ ուղարկել է, որպեսզի ձեր կյանքը փրկելու համար։ Սա Աստծո ծրագրի մեջ եղել։ Եկեք մենք Աստծո կամքից, Աստծո ծրագրից շեղվենք մենք, համաձայնվենք, թե ինչ որ դու ես տալիս, օգնի, որ միայն խոնարհությամբ ընդունեմ նեղությունները, դժվարությունները։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Մարգարիտը ծովում ստանոք չկա, ծովում Մարգարիտ ստանոք են պատրաստեն։ Մարգարիտը քարի կտորին մխխունջի մեջ, իր մաշկի մեջ, այնքան տանջվում, այնքան նեղվում, այսպես շվանանում վերջը տրորում է եւ դառնում է Մարգարիտ։ Տերը մեզ Մարգարիտներ է պատրաստում։ Մեզ պատրաստում է թանկարժեք քարեր, որպես մաքուր անոթներ երկնային թագավորության համար։ Դրա համար թույլ տանք, թող Սուրբ Հոգին մեզ վրա աշխատի, որ նեղության մեջ, դժվարության մեջ տրտնջանք։ Տերը գրված Իսրայելը անապատ մեջ փորձեց, խի փորձեց, որպես հավատարիմները մնան, փորձեց նրանք, որոնք տրտնջացողներ են, նրանք մնացին անապատի մեջ, փորձեց նրանց, ոչ թե իրան սիրտը չգիտեր, այլ մարդկանց, որ հասկացնի դու այդ մարդիկ եք։ Դրա համար թող Աստված օգնի, եղբայրներ քույրեր, շատ կարևոր է այսօր ինձ համար, ձեզ համար։ Պողոս առաքյալը գրում է 2 Կորինթացիս 6:3-ում գրված է, 2 Կորինթացիս 6:3-ը, եթե բանի վրա գրում է պատվի վրա կարտացեք, վիշտերու մեջ, տառապանքների մեջ, միայն առաքյալների համար դա չէր։ Միայն առաքյալները չպետք է անցնեն ճանապարհով, այսօր հերթը մերն է։ Եղբայրներ քույրեր, հերթը մերն է, որպեսզի մենք էլ կարողանանք ինչ անել։ Մենք էլ կարողանանք վերջ-վերջով, որ ասած, որպեսզի համբերենք միջև վերջ։ Թող Աստված օգնի, ինչքան կարևոր է, որ շատերը սոմապայության աղոթների կյանք են ապրել, շատերը նեղություններով են անցել, դժվարություններով անցել։ Հիշում եմ, Իվան Անտոնիչ Լիպչուկ ասում է, պաշտամունքի ժամանակ, ասում է, միտեղ պաշտամունք էր, մեծ օրհնություններ եղավ, բժշկություններ եղավ, զորություններ եղավ։ Հետո ասում է, մյուս օրը նորից հայտարարեցի պաշտամունքից է պատմել։ Հետարքիր Աստված թույլ է տվել, Աստված որ մի բան թույլ է տալիս, հետարքիր պաշտամունքը վերջանում է, ոչ մեկ իր տունը չի հravirում, որ գնա գիշերը քնի, մի հատ չայ խմի, մի բան անի, ոչ մեկը, Աստված սաղի միտքը փակում է։ Դե մտածում եմ, ինչ անեմ, գնամ վокзալը քնեմ, նստարանի վրա քնեմ, կամ մյուս օրը պաշտամունքի։ Գնում եմ վокзալում, առանձնում աղոթ, միտեղ անկյուն է գտնում աղոթքի։ Այդ աղոթքի ժամանակ մի հատ կնիկ տենում է կին, ուկրաինացի կինը, գնում մի հատ միլիցիա է բերում։ Ասում է, լար տեսես ինչ անում ես մարդը։ Միլիցիան գալիս ասում է, ունակ խի բերեցին ինձ այստեղ։ Գողեր բռնել, որ բաներ տեսել էր գողություններ բռնել։ Այդ աղոթ կան, թող աղոթ կանի։ Թողնում գնում է։ Հիմա Իվան Անտոնիչ Լիպչուկն ասում է, Տեր, խի այդպեսի բան եղավ։ Այդպեսի օշնություններ եղավ, փոխանակ ես ինձ պատվեին, ես ինչեր անեի, բայց փաստորեն տուն էլ չհravirեցի, մի հատ չայլ չդրեցին։ Գիտեք ինչ է պատասխանում Տերը իրան հայտնվում է։ Զավակս ասում է, նայ դու վերևում կտուր էլ ունես։ Փագ է, բայց ինձի բաց երկինքի տակ խաչեցին։ Նայ դες այնտեղ բագով ջուր, բագի մեջ ջուր կա, կարաս խմես, բայց այս ջուրը ուզեց ինձ քացախ տվեցին։ Եվ ինքը զողջում ասում է, Տեր, ներես նեղության ժամանակ ես ուզեցա տրտնջալ, ես ինչ ես այդ եղավ։ Երբ որ գնացել է պաշտամունքի ամեն մեկն ասում է, հա ոնց հանգստացա, ասում է շատ լավ հանգստացա, վокзալով հանգստացա, բայց գիտեմ ես ինչ տանես, մեկի վրա գցում, գիտեմ ես ինչ եղբայրը քեզ հravirեց չէ։ Բաներ կա Տերը թույլ է տալիս մեզ փորձելու, թույլ է տալիս որ մեզ խրատի, սովորացնի, որ մենք ամեն խնդիրների դժվարության ժամանակ կարողանանք ուրախությամբ ընդունել, շատ կարևոր է սա, ուրախությամբ ընդունել։ Հոբը իր տառապանքների մեջ ասում էր օրհնյալի Տիրոջանը, Տերը տվեց, Տերը տարավ։ Եթե գիտեք այդքան հեշտ չի։ Եղբայրներ, քույրեր, հələ փորձեք, մի հատ քույրի կար գարուց առաջ զանգեց, որոնք երիտասարդ քույրիկ էր, ովքեր ձեր մեջ կան, մտքերի պատերազմի մեջ էր, մտքերի տեղ էր տալիս, մտքերի։ Ասեցի քույրի ջան, ասեցի, գիտես ինչ արա։ Ասեց, ասում փառավորող կյանք ապրի, մեծարի իր անունը, գովերքի Տիրոջը։ Ասեց, ոնց, էլ աղոթք աղաչանք չանեմ, ես չասի աղոթք մի արա աղաչանք, բայց շատացրա գոհությունը, փառաբանությունը։
Եվ գիտեք ինչ հետո զանգեցած մամուկ եղբոր մեջս փոփոխություն առաջացավ։ Ասի քույրի ջան բայատի մի երկի։ Մի անգամ ճամբարը մեկ եղբայրը աղոթք էր անում մեր Իսուս ջան, աղբեր ջան, ոնց որ մեկը բանեց էր ողբում, ասի այ եղբայր ջան ասեցի, անից էս ողբ ապրում ոնց որ Իսուսը մահացել է հարություն չի առել։ Իսուս հարություն առե։ Մի բայատի բան արեք, կանչիկ, փառավորեք Տիրոջը։ Դավանեք իրան, փառավորեք իր մեծ անունը, որտեղ նա արժանի է փառքերի։ Այդ այդտեղ է հաղթությունը, այդտեղ է հաղթությունը։ Գրված է Հովսապատի ժամանակ հենց առաջի բանակի, հենց առաջի սկզբի շարքում կանգնեց երջախումը։ Գրված է երկողներն ու պես նվագողները պետք ասեն իմ բոլոր աղբյուրները քեզանից էր։ Սուրբ Հոգին առաջնորդեց Հոսապատին։ Բերեց կանգնեցեց հենց առաջի գծում ու ասեցին երկել Տիրոջը փառաբանել։ Սարսափելի թշնամի նկատեց ասեց սրանք երբ միգուցե խելռել են։ Ոնց հասկանանք փոխանակ ամենաուժեղ կռվողները բերեն արջևում խորն է կանգնեցել։ Երկի ժամանակ գրված է Տերը պատերազմեց։ Պատերազմը Տիրոջն է։ Եղբայրներ, քույրեր, խնդրում եմ ձեզի դժվարության ժամանակ, նեղության ժամանակ, փորձության ժամանակ ավելի Տիրոջը փառավորեք, ասեք Տեր, իրոք որ ինչ թույլ ես տալիս, ինչ է։ Իրոք որտեղ թույլ ես տալիս օգուտի համար։ Թույլ ես տալիս նորից եմ ասում, ոնց ասած սրբացնելու համար։ Առանց դրա չի լինում երբեք։ Դրա համար թող Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, որ Տերը երբեք մեզ լավ բան չի բանանում։ Եթե մենք նայում ենք հայտության մեջ, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, հայտության մեջ կարդում ենք սովորաբար 3:20-ում, 3:20-ը, ներողություն։ Հայտության մեջ որ կարդում ենք, վերջերջով հիշում եք այն մարգարեների մասին գրված է, մարգարեների համար, որ քանի օր նրանք պատկած բան են։ Հա, հայտության 11:3-ում է գրված, 11:3-ը, հայտության 11-րդ խոսքը։ Եվ ասում է, եւ երկու վկաներու զորություն պիտի տամ, որոնք պետք է անեն, նրանք քուրց հակած 1260 օր, 1260 օր։ Միշտ էլ հին ուխտում մարդիկ մի քանի օր են քուրց հակել։ Բայց այստեղ գրված է 1260 օր քուրց հակած մարգարություն պիտի անեն, եւ Տեր իրանց պիտի օգտագործի եւ մեծ նշաններ հաշներ պիտի կատարեն։ Նրանք ոչ թե օրեկան ուտելու խմելու մեջ էին, լավ կյանքի մեջ էին, քուրց հակած են նրանք։ Եվ Տեր իրանց օգտագործում էր, Տեր իրանց զորացնում էր, եղբայրներ քուրե, որպեսզի ինչ լինի, որպեսզի ոչ վերջով Տեր իրանց բանանի, իրանց Տիրոջ փառք ամեն տեղ երևնա։ Եվ մի անգամ կարդում ենք Եբրայեցիս 11:35-ում գրված է, 11:35 Եբրայեցիս չարչարվեցան, չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնեն։ Եղբայրներ քույրեր, չընդունեցին ազատությունը, հեշտ կյանքը չընդունեցին, հավանեցին նեղություններին, տառաբանքներին, վերջերջով ամեն ինչին համաձայնվեցին, որպեսզի վերջերջով հասնեն լավագույն հարությանը, Տիրոջ օրհնությանը հասնեն։ Դրա համար թող Աստված օգնի, որպեսզի նորից եմ ասում, դրա մեջ մենք արթուն լինենք։ Առօրյա կյանքում միշտ էլ խնդիրներ կան, միշտ էլ դժվարություններ կան, միշտ էլ նեղություններ կան։ Չկա հավատացյալ, որ խնդրեմ չունենա, բայց ինչ լավ կլսելի քույրեր եղբայրներ, հավատացեք Տիրոջ կարող զորությանը, համբերեք, վստահեք Տիրոջը, սպասեք իր ողորմությանը։ Այն հավատացյալը, որ սովորաբար աղոթքի անում չի սպասում, Աբրամի նման գիտեք ինչ է լինում Աբրամին, որ Աբրամը չսպասեց ինչ ծնվավ, ով է հիշում։ Ինչ ծնվավ կողքից։ Իսմայել ծնվեց։ Այն հավատացյալները, որոնք շտաբում են Իսմայել է ծնվում։ Դե Իսմայելը որ ծնվավ, նեղություն է գալու քեզի, որտեղ սպասեց Աստծո խոստմունքին։ Նեղության տարապանքի մեջ ընկավ, մի անգամ դուրս հանեց արդեն։ Իմ խնդրվածն է, սպասեք, որտեղ գրված է, ասում արտասուքի հովիտով անցնելով, տեսեք ինչ է սպասում։ Աղբյուրի պես կանին զանիկա, առաջի անձրևն էլ օրհնությունով պիտի ծածկե զանիկա, եւ նրանք զորությունից զորություն պիտի գնան, որտեղ միջև Տիրոջ առջև երևնալու, բայց արտասուքի հովիտ միջև չանցնենք, այդ անձրևները չեն գան։ Ասում են, որ լացով ցանում է, ուրախությամբ հնձում է։ Դրա համար թող Աստված օգնի, որ մեր աղոթները, արցունքները գոյությունը շատանա, եւ աղոթք ենք անում, սպասեք միջև։ Սպասեք, Տիրոջը Տեր ուրախանում է։ Մի հատ վերջը եղբայրս մեկը իր տղան ամուսնացել է, վերջը Ռուսաստան են տեղափոխվել։ 3.5 տարի անտա դեղերի վրա էր։ Երեխա չեն ունենում։ Այդ քույրիկը վերջում 3 տարի կես այդքան դեղեր օգտագործից հետո մի օր վճարական դեղերը սաղ թափել էր։ Լրիվ թափել էր։ Լրիվ մի անգամից հույսը դրեց Աստծո վրա, մի հատ դենը որ ասում է գյումրեցին ասում է մի հատ ղոչմը տղա ունեցավ։ Բա։ Եղբայրներ քույրեր, այո, չի կարող մի ձեռքը մեկն է Տիրոջը, մեկ ձեռքը դեղերի։ Մի ձեռքը ստե մի դեղ հանգարց չհասկանաք, ով որ հույսը դրել է դեղի վրա, թող շարունակի։ Իսկ ով որ լրիվ հույսը դրել Աստծո վրա, թող սպասի իր ողորմությանը։ Սպասում է եւ Տերը պատասխանում։ Դրա համար գրված է. սպասելով սպասեցի Տիրոջը, ու Տերը ծռեցավ իր ականջը, բայց սպասելը եւ լսեց իմ աղոթքս, հետո կորստյան փոսից տխմարից կավից հանեց,
ոտքերս վեմիր ամրացեց, քայլվածքս հաստատեց եւ գրված է բերանս դրես նոր երկ, մեր Աստծո գոհություն է։ Շատերը տեսնեն պետք է վախենան Տիրոջը, պետք է հուսան։ Այսինքն այդ վիճակից գուբից, այդ տխմարից կավից հանեց, բերանի դրես նոր երկը, գոհություն, փառաբանություն եղբայրներ քույրեր։ Այ եկեք ապավինենք Իրանը։ Իրանի հավատացյալի, որի ապավինը Տերն է։ Մի հատ քույրի գիտեք ինչ է, տարիներ առաջ բաներ արել, թանկարժեք դեղեր, մի կին վերցե փողերը, որ պետք է դեղ բերի, ու չել է բերում, ոչ փողեր տարես, ոչ դեղեր բերում։ Էլ սրան դիմի, նրան է դիմի, բարեկամեր ունեցել մայոր, միլիցիայի մայոր, նրանով վախեցնելու ոչ մի բան չէր եղել։ Քույրիկը միտքը բացվել էր։ Գնացի այդ կնոջն ասել էր, «Էլ ես քո դուրը չեմ գա, ես այդ հոգսը, այդ հարցը Տիրոջն եմ հանձնել»։ Մի քանի օր հետո վախից բերում է փողերը տալիս է։ Տեսակ։ Եվ շուտ աներ, շուտ ապավիներ Տիրոջը։ Աստված գործող Աստված է։ Աստված աղոթք լսող Աստված է։ Միայն ինչ արա, հավատքով կանչիր իրան ու սպասիր։ 40 սաղմոս ես ասեցի, գնաք տները կարտան, որ սպասելով սպասիր Տիրոջը։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այո, փորձությունը որ կգա, դժվարություն որ կգա, այդպես բան կլի, որ ասես, բարով եկար փորձություն, բարով եկար նեղություն։ Եկել ես ինձ փորձելու, եկել ես որ դրանից ինձ պետք է զորացնի Տերը, պետք է Տերը լեցնի իրակոր։ Այդ պահի ժամանակ կզգաք Տիրոջ ներկայությունը, կզգաք։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այո, իսկ այն դրանք, որոնք ձգտում են փափուկ կյանք, մաքուր կյանք, օրինակ է գրված, փափկասեր որպեվարին կենտանի մեռած է, փափկասեր որպեվարին, կենտանի մեռած է, որ սիրում է փափուկ կյանք ապրել, նեղություն չկրել։ Մի հատ քույրիկ եք ունեցել, այլ ասեմ պետք է աղոթենք։ Մի հատ քույրիկ էլ գիտեք ինչ էր եղել։ Առաջարկում էր ոչ ամուսնացած, ոչ տուններ, տեղուներ, դե ինչ հանգիստ կյանք ապրել, հանգիստ։ Առաջի հարգում դիմացը լիֆտներ, կողքներ մի հատ բան կար, պատվալ, աստիճանը պատվալ կա, ոչ է դուր կար։ Հարևաններ ասում են, այ քուրջան ասում են, մի հատ երկու տախտակ խփի, երկու տախտակ այդ կողքի որ դուրը երկաթ աստիճան ուշում է պատվալ այդ առաջարկի, բան շենքի առաջարկն է։ Իա, ասելով երեխա ունի, թող ինքը մտածի, ես պետք անցի, ինձ պետք է երկու տախտակ խփեմ։ Մի շաբաթ չանցած հարևան տուն մտել էր, ֆրացել ջանդուկով ուղիղ պատվար էր ընկել, մութ էր, իրգուն մութը։ Քանի տեղը ջարդու խորտ էր եղել։ Ինչքան անարգալից եղավ, չէ՞։ Ով որ երեխա ունի, թող ինքը մտածի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, թող Աստված օգնի մեզ։ Իրոք որ մենք հասկանանք Տիրոջ ծրագիրը մեր կյանքում, Տիրոջ կամքը մեր կյանքում, ինչպես Հովսեփը համբերեց դարավ երրորդ փարավոն, ով կմտածեր։ Հիսուս Քրիստոս Աստծո որդին ելով ինչ արեց։ Հիսուս Քրիստոս Աստծո որդին ելով նա իջավ երկիր, մարտացավ, մեր նման մարդկանց որդիներին Աստծո որդիներ դարձնելու։ Ով կմտածեր, որ այսօր մենք Աստծո որդիներ ենք, երկնային թագավորության որդիներ։ Եղբայրներ քույրեր, դες բան մեր մտքով չեն անցնի։ Եթե Տերը բաց իր փառքը, թե ինչի է կանչել մեզ, այդ ինչ բան է պատրաստել։ Մի հատ քույրի կար, Տերյան բան հոգին դուրս էր Իրանից։ Տեսել էր մի հատ ճանապարհ, տեսել էր ինչ սեղան է պատրաստում հրեշտակները, որպեսզի գնա հասնի այդտեղ։ Բայց ասում եմ մի հատ կին սև շորերով կանգնել էր, ասում էր դե ճիշտ չի, էդի սխալ է ստենում, այդ վեճի։ Դու ասում ես բրտեցիր ան ասել, դու այ մարդ ես տենում եմ, այդ ինչ բան է պատրաստում, այդ մեր համար է պատրաստում։ Հետո կար ժամանակ հետո մահանում այդ քույրիկը։ Տերը նախորդ ցույց է տալիս։ Եկեք խոնարհվենք Տիրոջ առջև։ Ովքեր տրտունջ են ապրել, եկեք սրանց դու մի տրտնջացեք։ Փորձությունը գալիս է, արտասուքի հովիտով պիտի անցնենք մենք։ Դժվարություն պիտի անցնենք, բայց Աստծուն փառտվեք։ Աստծուն փառտվեք, այդտեղ հաղթություն է գալիս։ Եղավ ծնկի գանք Տիրոջ առջև խոնարհվենք։